որը ավարտելուց հետո 1976 թվականին ընդունվել է և 1979 թվականին ավարտել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թվականին աշխատել է ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ։ Վազգեն Սարգսյանը բուռն և ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան սրբազան պատերազմում։ Սպարապետի սիրած երգը լսենք Արտաշ Սարգսյանի կատարմամբ։ Գարեգին Նժդե։ Եգրապահ կամավորական միության ստեղծումը 1993 թվականի հուլիսին Երևանում հիմնադրվում է Եգրապահ կամավորական միության հասարակական կազմակերպությունը, որի համագումարի ընթացքում կազմակերպության նախագահ է ընտրվում Վազգեն Սարգսյանը։ Հասարակական կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում իր մասնաճյուղերի միջոցով։ 1997-ից կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև Պատանի եգրապահակումբը։ 1999 թվականին գումարված միության 4-րդ համագումարի որոշմամբ Վազգեն Սարգսյանը հայտարարվել է Եգրապահ կամավորական միության հասարակական կազմակերպության հավերժ նախագահ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ազգային ժողովի նիստը, հարձակման է ենթարկվում 5 զինված հերոսակի կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Իր պատվին Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բնակավայրերում կանգնեցվել են արձաներ և կիսանդրիներ, անվանակոչվել փողոցներ ու տարբեր հաստատություններ, իսկ Արարատի մարզի Արարատ գյուղում ստեղծվել է թանգարան, նրա անունով է անվանակոչվել նաև Երևանում գտնվող ռազմական ինստիտուտներից մեկը։ 2016 թվականի ապրիլի 2-ին թշնամին սանձազերծեց Արցախյան ողջ ճակատով իր հերթական ոճիրը՝ պատերազմը։ Հայազգը նորից որդքի ելավ այնպես, ինչպես 90-ականներին Վազգենի կոչով։ Վազգենի հետնորդները արժանի հակահարված տվեցին թշնամուն։ Ապրիլյան ագրեսիայի առաջին իսկ օրից Սյունեցի 600-ից ավելի կամավոր եգրապահներ մինչև մայիսի 24-ը գտնվում էին Եղնիկների ու Ջեբրայիլի ամենաթեժ ու առաջնային հատվածներում։ Ցավոք ունեցանք զոհեր Սիսյանից 11,
Կապանից 2, Գորիսից 1 ազատամարտիկներ։ Սպարապետ, քո փառքը միշտ անմար է, գործը հավերժ։ Հայրենիք երգը լսենք Սուսաննա Արուստամյանի կատարմամբ։ Լսենք Լիլիա Գրիգորյանի կատարմամբ։ Հայաստան աշխարհ, դու քարե ամրոց, գիտելիքների ու մշակույթի դու ամար հնոց, շուրջդ ազգեր են օտարալեզու և ոչ ուսալի, սակայն դու ունես հայկական բանակ, խրոխտ, պանծալի, զինվորդ ունի հայկական ոգի և ուժեղ բազուկ, պայքարդ ազնիվ, մտքերդ մաքուր, խոսքերդ կտրուկ, սահմանին կանգնած զինվորդ խիզախ իր դիտակետից, հսկում է հողդ վայրակ ոսոխի անար քայլերից, թող հզորանաս ու հարատևես, մնաս դարեդար, բանակդ անպարտ, մարտիկդ անվախ, կամքդ բարերար, Աստված քեզ սատար, Հայաստան աշխարհ։ Հայեր միացենք, երգը լսենք Գոր Գրիգորյանի կատարմամբ։
ինչքան ասես թշնամի ուներ բոլոր կողմերից հեռու գնացի ձեր ձեռքի տված մեզ բզգտեցի ուսուսի տված առյուծի տված ետ վերեք հողը պարքը հայության ուսուսի տված առյուծի տված ետ վերեք հողը պարքը հայության հայերը միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության ասեք հայերը միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության ասեք Դեր ճամփաունի ֆինտաստիկ սոսում քաջերի փողը մեզ է սպասում Դեր ճամփաունի ֆինտաստիկ սոսում քաջերի փողը մեզ է սպասում Ախ նախիջևով հայոց բնորա անտիկ տշնամի եկավ անցկացավ քեզ բաժին տակա սևով տնաճան թուրքին տնվեցին հող պապենական ուսուսի տված արդյունցի նման ետ վերեք հողը արքը հայության ուսուսի տված արդյունցի նման ետ վերեք հողը արքը հայության հայերը միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության ասեք հայերը միացեք հայեր Արցախն է մեզ կանչում օգնության ասեք դեր ճամփաունի ֆինտաստիկ սոսում քաջերի փողը մեզ է սպասում Դեր ճամփաունի ֆինտաստիկ սոսում քաջերի փողը մեզ է սպասում ուսուսի տված առյուծի տված ետ վերեք հողը պարքը հայության ուսուսի տված առյուծի տված ետ վերեք հողը պարքը հայության Գետաշեն երգը լսենք Մերի Նուրիջանյանի կատարմամբ Ազմեն ես լերներին ունես ազաշեն Արծիվների բույն ես չկնաղ գետաշեն Բարբարոս ցեղերին անդադար սանձով Դու քաջերի օրան իմ քաջ գետաշեն Բարբարոս ցեղերին անդադար սանձով Դու քաջերի օրան իմ քաջ գետաշեն Չորս կողմը տանդուղ է չափեքդ փակված Երկինքդ սև ու
պատիվ ունեմ երգը լսենք Միքայել Մաշուրյանի կատարմամբ։ Շնորհակալություն։ Երկտող գրեց, թողեց ինձ մոտ, եթե չգամ մինչ